Բարև ձեզ, Factor TV հյուրը ցեղակրոն կուսակցության նախագահ Շահն Հարությունյանն է, բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը ինչու Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, այսպես ոչ ֆորմալ անուղղակի դաշինքը չկարողացավ հաղթել Նիկոլ Փաշինյանի ուժին։ Ես ցիտում եմ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Կա գերիշխող մի այսպիսի տեսակետ, մեկը համաձայն է, մեկը ոչ, որ այդ երեք ուժերը աջակցվում են Մոսկվայի կողմից, Փաշինյանը, այսպես ասենք, հետապնդվում էր Մոսկվայի կողմից եւ աջակցություն ուներ Արևմուտքի կողմից, ինչի ապացույցներից մեկը այն է, որ Պուտինը մինչև հիմա չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է մտցնում եւ այս իշխանության համար մեղմ ասած անհարմար դրություն է ստեղծում։ Ինչ եք դուք կարծում ընդհանրապես այս հարցով։ Ճիշտ ասած, այդ մասին մայիսի 12-ի Նոյան տապանում մանրամասն վերլուծություն եմ արել։ Որոշ բաները ձեր մոտ հունիսի 3-ի հարցազրույցում եմ ասել։ Հələ մի հատ գամ այդ վերջից, որ չի ճանաչում։ Ասենք դա ինչ է տալ։ Ըստ այդ որ այդքան ասում են չի ճանաչի, այլի չի շնորհավոր է, էլի։ Օրինակ ես հիշում եմ 2008 թվականին Սերժի որ ընտրվավ, մարտի 1 եղավ, Ամերիկայում Բուշն էր պրեզիդենտ, տղա կրծեր Բուշը, բանը, պրեզիդենտը, ու իրանք չէին շնորհավորել, այսինքն չէին ճանաչի ընտրությունները, բայց Սերժի լավ էլ համագործակցում էր իրանց հետ։ 2009-ի հունվարի նոր Բարակ Օբաման եկավ իշխանության, էլ ճանաչելու էր խնդիր չեղավ, շարունակեցին իր հետ աշխատել, այսինքն դա մի ինչ առանձնահատուկ բան չի, որ ասեն, որ չի շնորհավորել, ուրեմն չեն շփվի հետը, չեն աշխատի հետը, բան դա ասենք նախադեպեր կա, որ ասենք առանց շնորհավորելու էլ ասենք շարունակում են աշխատել։ Ուզեմ ասեմ մեծ հաշվով դա ոչ մի բան չի նշանակում։ Բայց տվյալ դեպքում, որ ասենք մի քանի քայլեր է Ռուսաստանը անում հրապարակային քննադատություններ եւ այլ կամ տնտեսական սահմանափակումներ հայկական։ Դե տնտեսական սահմանափակում ստեղել ասի, ասիլը Ծիրանը ցոգոլա, նրանք Ծիրանը փագում են։ Ինչի՞ մար, եթե իրանք ուզում են իսկապես մեր ժողովրդը դժգոհություն ունենար Նիկոլին չընտրելու, պետք է ասենք թե առնվազն մարտ-ապրիլ ամսից սանկցիաները սկսեին։ Ստեղ ձեր մոտ դա ասել եմ, որ ասենք մի 2-3 ամիս մինչև այսպես էս կոնդիցիա են ասում, մինչև ինքը հասունանար այդ բողոքը, աղետի մաշկի վրա զգային ժողովուրդը ու համել հասունանար նաև բողոքը, որ ասեն ախպեր Իրան ինչ ընտրենք, հետևանքները վատ կլինեն։ Բայց եկել է մայիսի 20-25-ին պատժամիջոց են ընդունում, դա երեք շոու է։ Ես այնտեղ բացատրել եմ, ես չգիտեմ, ես պարբերաբար ստիպված եմ ելնում իմ ասածները կրկնեմ, բայց դե ինչ անեմ, թող դեսանը ների շատ վաղ ասում են համար շանթելի նույն բաներն ասում, բայց ինչ անեմ, եթե այդ process-ը հələ այդումա հələ լուծված չի, դա պետք է ասեմ այնքան, մինչև որ խոսքի լուծվի բրծնի։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում, որ կա գլխավոր խնդիրը Նիկոլը, ասեմ Նիկոլը, բանը Պուտինը Նիկոլի միջոցով փորձում է արևմուտքի հետ տնենց խաղա, որ Կովկասում երկրորդ ճակատ ինքը չունենա, չստանա։ Ու դրա համար ասենք թողել է որ Նիկոլը քննադատական պահի Իրանի փր Մոսկվայից կդրվում է, չգիտեմ, անջատվում է, գնում է դեպի Եվրոպա բան։ Դες բան գոյություն չունի։ Նախ այդ Եվրամիություն որ ասում են, դա մի անգամ սեմինար եղավ բան, եկել են այդպես Եվրամիությունից, ես ինձ էլ հազվադեպ են կանչում, դա միամիտ խապ սնգած էին ինձի կանչել հեշյականները, Բաբկին Արաքսյանը բանն էին կազմակերպել։ Այդ ժամանակին ուսնական է։ Չէ, 2000-ականների սկիզբն էր ոնց որ, չգիտեմ ոնց էր եղել, երևի քարտուղարուն ասել էր զանգի բան, ինձ էլ էին զանգել, հելա գնացի։ Կյանքումս 2 անգամ եմ այդպես սեմինարի եղել, մեկը այդ էր։ Ու բանը, ինչ որ եկել էին Ամերիկայից, մի հատ է Թուրքիայի ներկայացուցիչ բան, խոսում էին Եվրամիության մասին, բան խոսացին, հետո բան եղավ։ Իրանք ասին բանա, մինչև Թուրքիան չլի Եվրամիության անդամ, Կովկասը չի լինի։ Բայց ինչ գիտեմ, ճիշտ ասին, սուտ ասին։ Ուզեմ ասեմ, այդ հարցը, որ գնում է Եվրամիություն բան, դա արհեստական օրակարգ մտցված հարց է։ Եթե արևմուտքին պետք է լի, ինքը կարա մի տարում արագ-արագ Ուկրաինային կամ Մոլդովային կամ Վրաստանին մտցներ Եվրամիություն, եթե պետք չլի 30 տարի էլ տես կմնա, էլի։ Խի ասենք, հիմա ինքը Եվրամիության ընդ կարծեմ ընդունել է, չէ՞։ Բուլղարիայի, ես իմ քանդված Յուգոսլավիայի ռեսպուբլիկաներից մի քանիսը Եվրամիության անդամ են, Սլովենիան, չգիտեմ ով է ինչա բան,
ասենք ու այն ձևի այդ ոնց է նրանք շատ արագ համապատասխանեցրել են իրանց չափանիշները Եվրոմիությանը։ Իսկ ընդդիմության դերը ո՞րն է ձեր կարծիքով Սամվել Կարապետյանի, Քոչարյանի ուժի, որոնք պաշտոնական ընդդիմություն։ Դե հենց այդ թատրոնն է, որ իրանք ապահովում են Արևմուտքի հետ, նախ քանի որ արդեն սովետի փլուզումից հետո ընտրական գործընթացը համարվում է որպես հասարակարգի հիմք, ու ասենք իշխանություն ձևավորելու դեմոկրատական հասարակարգի իբր, իսկ սովետում էր ձևական ընտրությունները անցկացնում էին, էլի որ իրանք էին նշանակում, մի տեխնացու էին դնում, բայց ձևական ընտրություն էին անցկացնում, այսինքն այդ մեթոդոլոգիան վաղուց պահպանվում է, այդ բռնապետական լինի դիկտատորները խինտրություններով չեն ընտրում, ասենք Լուկաշենկոն դնում 90 քանի% հավաքում կամ Ալիևը կամ բան չէ։ Բանտերը նետելով մրցակիցներ են բոլորը։ Չէ, հարցի մյուս կողմն է։ Ձևական ուզեմ ասեմ պահում են, հիմա Հայաստանում էլ հերթական ընտրության ժամանակ է։ Իրանք հոչի հատուկ ծառայություններ ընդհանրապես աշխարհի ցանկացած երկրում ընտրությունները ըստ էության վերահսկում ու անցկացնում են հատուկ ծառայությունները։ Ու ես առիթ ունեցել եմ ասում, կարծեմ հենց դե որ դա երկրի համար մեկ անվտանգության հարց է, թե ովքեր են գալու երկրի ղեկին, ասենք կարա թշնամի երկրի դավաճանը ինչ որ վերբով կայացած մարդ լինի, կարա տգետ լինի, ոչ եմ հազար բան կարա լինի, դրա համար երկրի անվտանգության մարմինները դրանք հատուկ ծառայություններն են։ Վերահսկում են ամբողջ ընտրական գործընթացը ու իրանք պարտավորեն նենց վերահսկեն, որ դա քաղաքացու ընտրական կամքի վրա չհազդի։ Բայց քանի որ իրանք ունեն այդ լիազորությունները ու իրանք էլ անբարո գործիչներ են համալրված լինում որպես կանոն այն ոչ բոլորը իհարկե չէ որպես կանոն եմ ասում էլի այդ հարց լուծողները սեգմենտի չվիրավորենք զուտ այդ չէ սեգմենտը որն է մարդկա որ вообще կապ չունի այդ ամեն ինչի հետ որպես կանոն ընտրական գործընթացները վերահսկող ու անցկացնող մարդիկ լինում են անբարոյական այսինքն անբարոյականը գիտեք ինչ է որ եթե ասում է այս Պողոսը ասելա սրան ընտրենք դու կարաս դնես նրա վրա Դա անբարոյական մարդ է։ Որ ասացիք թատրոնը Կերծարարը անբարոյական չի ըստ Այո։ Դրա մասին եմ ասում։ Ընդդիմության դերը ես չհասկացա ձեր ընկալման որն է այսօրվա Չէ, հենց այդ եմ ասում, քանի որ անցկացնում են ընտրությունները, հատուկ ծառայությունները, նրանք բնականաբար որ անունը դնում են իբր երկրի անվտանգությունն է թելադրում դա։ Բնականաբար պետք է դաշտը լցնեն իրանց ուզած գործիչներով։ Ասենք լինի Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, չգիտեմ, Գագիկ Ծառուկյան, բան, այդ մարդիկ պետք է լինեն, էլի։ Հատուկ ծառայություններն են նրանց կառավարում, ոչ միայն նրանց, նախ ընտրական գործընթացն են կառավարում։ Իրանք նախապես մինչև ընտրությունները նստում որոշում են, ասում են ժողովուրդը հարցումները ամենալավագույնս անում են հատուկ ծառայությունները ժողովրդի վերաբերմունքը բանը իշխանության նկատմամբ, ընդդիմադիր ուժերի նկատմամբ բան, հարցումներով պարզում են Հետո ասում են, որ SSS հարցերով ժողովուրդը դժգոհ է, կամ ասենք 40% ունի իշխանությունը, 60%-ը բա ում է այթալու։ Հո իրանք չեն թողելու անտերուդուս էթա մեկ էլ շանթ ընտրել։ Խոսքի մի հատ հակառուսական ուժ ընտրեն կամ մի ուրիշ մեկին ընտրել հակառուսական կամ չգիտեմ։ Ենթադրենք կարող է շանթնա տանում է պատերազմի Թուրքիայի հետ կործանում է Հայաստանը, ենթադրենք, էլի։ Իրանք անունը դնում են, հիմնավորումը տենց է կոչվում, որ երկիրը կարող է նենց մարդկանց ձեռն գնի, որ կործանեն երկրի անվտանգությունից Հելնելով իրանք պետք է վերահսկեն, որ այդ ձևի ուժեր չկան իշխանության։ Ետրենք ասենք ես ֆաշիստ եմ, գալիս եմ իշխանության աշխարհը պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի դեմ, որ եկել է ֆաշիստական ռեժիմ։ Կործանվում է Հայաստանը։ Կամ կոմունիստներ են գալիս, բոլշևիկյան ասենք բանով, պատժամիջոցա կործանում, այսինքն սա ազգային անվտանգության ծառայությունների սահմանադրական կարգը 4 վարչություն կա։ Սահմանադրական կարգի եւ չգիտեմ ինչի դեմ պայքարող բաժին։ Այդ անվան տալ իրանք իրանց լիազորությունները չարաշահում են ու կամայական մեկնաբանություններ են տալիս։ Դրա համար որպեսի խաղի կանոնը պահպանվի, իրանք մտածում են, որ պետքա ասենք իրանց համար փորձված գործիչ է Ռոբերտ Քոչարյանը, որը սովետի վաղտվանից որպես պարտկոմ փորձված ա եղել Ռուսաստանի իշխանությունների կողմից վստահելի գործիչ ա եղել։ Կնեք մի բան ճշտենք, երբ ասում եք հատուկ ծառայություններ, նկատի ունեք Հայաստանի Հանրապետության։ Հայաստանը չունի առանձին ինքնիշխան հատուկ ծառայություն։ Դուք համարում եք, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն են Հայաստանի ներքին քաղաքականությունը վերահսկում։ Օրինակ ես 2010 թվին մի հատ միջավայրում խոսակցություն եղավ, ես որ ասի Մոսկվան KGB-ի միջոցով Նիկոլ Փաշինյանին դարձնում է հայկական Սաակաշվիլի, հետագայում իրանք այդ հարցը, այդ իմ կարծիքը ձևակերպել էին որպես հարց Նիկոլեն, ու ինքը դրան պատասխանել էր, ասել էր ես Սաակաշվիլին լավ օրինակ չի բանման, բայց ասել էր չէր գրել Մոսկվան ինքը, պատասխանը գրավ, որ ուզում է իմ ասածը ստուգի,
թող կարայթա 2010 թվի հուլիսի 30-ի հայկական ժամանակ թերթը բացի, ինքը բանտից կոշից հեռախոսային ասուլիս էր արել։ Այն ժամանակ էիք ասել, որ Փաշինյանին Մոսկվան KGB-ի միջոցով դարձնում է հայկական Սաակաշվիլի, ինքը Մոսկվա բառը երբ որ թերթում գրել էր էտի, ես հարց չէի տվել։ Իրանք ձևակերպել էին հարցի տեսքով, բայց Մոսկվա բառը հանել են գրել են KGB-ն, ճիշտ է որ KGB-ն քեզ սարքում է հայկական Սաակաշվիլի, ինքն էլ բնականաբար հերք էր, չնայած անցել է դրանից Ես մի 18-20 թվերից հետո նոր սկսան ասել էսի Սաակաշվիլին է, հələ Զելենսկի էլ չկար, որ Զելենսկու հետ զուգահեռ տանը ինչ չգիտեմ ինչ։ Ուզեմ ասեմ, ես կարող եմ մարդ ճանաչել, ոչ թե ես իսկապես մարդ ճանաչել չգիտեմ, բայց քաղաքական ֆիգուր կարողանում եմ ճանաչել։ Ես հիմա մի քիչ հետո կխոսամ նաև ուրիշ մի քանիսի մասին։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Այսինքն այն ժամանակ դաժե ոչ միայն ես, այլ Նիկոլը այդ դրան պատասխանելով ասում եմ, եթե դու KGB ասելով նկատի ունես հայկական ԱԱԾ-ին, բայց ես ԱԱԾ-ը երբեք նկատի չունեմ, որովհետև իմ համար չկա ԱԱԾ, դա ինքն է իմ KGB-ն փոխում հայկական ԱԱԾ ասում։ Հետո սկսում է այդտեղ քննադատել, որ հայկական ԱԱԾ գոյություն չունի, դա ՍՍՀ KGB-ի բանը, հայկական Հայաստանի բաժին է։ Ուզում ասեմ, այսօրվա վարչապետը ինքը 10 թվին ասեց, որ ԱԱԾ ազգային անվտանգության ծառայությունը ինքնուրույն գոյություն չունի։ Ու այնտեղ ինքը գրում ասում է, նրանց սպաների աշխատակիցների կաբինետով մինչև մա Ձերժինսկու արձանն է դրած, ինչ կագե, ինչ ԱԱԾ։ Համաձայն չեք իր հետ։ Այդ մենք էինք ասում, ինքը իմ ասածը վեկալի վրա ֆրցնում։ Ես ասում եմ Մոսկվայի KGB-ն է իրան բերում, ինքը ասում է KGB-ն, դուք երևի նկատի ունեք ԱԱԾ-ին։ Հետո սկսում է ԱԱԾ-ի, չէ, ես նկատի չունեմ ԱԱԾ-ին, ասում եմ KGB նկատի ունեմ KGB-ին։ Դա չի նշանակում, որ KGB-ի դրածոն չի Փաշինյանը այդ դեպքում ստացվում է։ Չէ, ինքը կթիրախավորի իրեն իշխանության բերողին։ Ինչ եք կարծում։ Հա, բայ խաղի կանոնն է տենց։ Հիմա տեսեք օրինակ, երբ որ մենք պայքարում ենք, ոչ թե մենք հակառուս ենք, այլ ռուսական քաղաքականության դեմ, Հայաստանում, ասենք, բացի Հայրիկյանից, ինձանից, Ազատ Արշակյանից, Միքայել Հայրապետյանից, բան, երևի էլ մարդ չեմ հիշում, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ քննադատ էր։ Սկսած Լենին Քեմալից, 20-ականներից կամ ավելի շուտ բան։ 3-4 անհատական ելույթներ էին դրանք ու շատ ոչ բարբերաբար, հազվադեպ հանդիպող։ Բայց երբ որ ասենք մենք հատկապես ասենք 10 նախ 8 թվին, երբ որ ինձ բռնեցին, էլի նիզաշտու բռնեցին, մարտի 1-ով էլի, նիզաշտու բռնեցին, ու իմիջիալոց Նիկոլի ելույթները ինձ վերագրելով, ինձ մեղադրանք ներկայացրեցին։ Ես դատարանում Ռուսաստանին Պուտինին քննադատեցի, դες շատ ժոստկի, ասիկը կարելի ասել հակառուսական ճակերտների մեջ վեկալ են կամ վեկալ են հենց հակառուսական։ Դրանք մեզ ասում են ռուսատիասներ, մենք ռուսատիասներ չենք։ Եթե մենք ասում ենք մենք հակառուսական ուժեր ենք, նկատի ունենք ոչ թե Ռուսաստանի ժողովրդի հակառակորդ ենք, այլ ռուսական կայսրության քաղաքականության այս առումով եմ հիմա այսօր ասեմ հակառուսական ուժեր։ Երբ որ ես այդ դատարանում սկսեցի քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը բանի, նրանք ինձ փորձին տանեն գժանոց, տարան էլ դաժե գժանոց, այդ չի հարցը բան, բայց կարողացա ինչ որտեղ այդ քանի որ մարտի 1 էր եղել, ժողովրդի մոտ ուշադրություն կար այդ դատական process-ի նկատմամբ բան, ես իմ դատարանի ելույթներով ընդհանրապես դաժե բանտից ես հոդված գրեցի ռուս-թուրքական դաշինքը ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահերի, երկու համար հրապարակ թերթում տպվեց։ Դա գրեցի նվիրում եմ Մեդվեդևի Հայաստան այցելությանը 2008-ի աշունը, դա հոկտեմբերն էր երբ եկավ։ Ուզեմ ասեմ, ես կարողացա այդ աղմկոտ գործի շրջանակներում ուշադրություն հրավիրել Ռուսաստանի մեր հանդեպ վարվող քաղաքականությանը։ Այսինքն, երբ որ մենք կարողացանք այդ վերջապես կարողացանք ջարդել այն բանային լրությունը, որ մեր ժողովուրդը համարում էր թե ռուս իրափրկիչն է, այդ ժամանակ հատուկ ծառայությունները քանի կարողանում էին, ասենք իմ նմանին անուշադրության էին մատնում, հանրության մեջ իբր տենց մարդ գոյություն չունի, լուսանցքային էին էլի սարքում, որ ժողովուրդը տես չկարևորել մեր խոսքը բան, բայց եւ որ մենք բանտերով, բանով, պայքարելով, գժանոցով, այսպես ասած, անցնելով կարողացանք ուշադրություն հրավիրել մեր խոսքի վրա, արդեն հասարակության մեջ սկսվեց, որ շատերս գնացին այն տեսան ճիշտ ենք ասում, այսինքն սկսեց ձևավորվել Ռուսաստանի նկատմամբ որոշակի դժգոհող շերտ,
Ու երբ որ KGB-ն ինքը քանի որ ձեռը պուլսի վրա պահում, կարողանում է միշտ իմանալ ինչ շերտ է առաջացել, ու սրանք հնարավոր է այդքան Շանթի կամ Հայրիկյանի շուրջը համախմբվեն, այսինքն դառնան կոնսոլիդացվեն որպես քաղաքական ուժ, այդ դեպքում իրանք հրանք են տալի իրանց գործակալուն։ Եվ Նիկոլը մինչև 15-16-17 թվերը հակառուսական ոչ մի ելույթ չի ունեցել։ Ինչ որ 15 թվին մի հատ մենակով քվեարկել է ԵՏՄ-ի դեմ, դա իրան արդեն որպես հայկական Սաակաշվիլի որ ասում նախապատրաստում էին, այդ փուլից տենց արդեն այդ փուլերն է, էլի կամ 10 թվին ինքը բանդում է, ասում է KGB-ն է բան, որ ինքը նաև այն մարդկանց մոտ սիմպաթիա շահի, ասենք իմ նմանի մոտ, որոնք համարում են, որ Ռուսաստանը մեր համար եղել է վտանգավոր թշնամական գործունեություն կատարած։ Այստեղ մի հարց տամ, տեսեք, խորհրդանում հայտնվեցին ուժեր, որոնք ակնհայտորեն Ռուսաստանի կողմնորոշում ունեն, հա, ես։ Բայց ձեր հարցին եմ պատասխանում, այդ հարցին եմ։ Հիմա իմ հարցը վերաշադրեմ, դուք շարունակեք։ Բայց այսպես ասենք, պրոարևմտյան պայմանական ասած կողմնորոշում ունեցող ուժեր դուրս մնացին խորհրդարանից։ Օրինակ Արամ Սարգսյան, Գուրգեն Սիմոնյան, Հայկ Մարության եւ այլ ուժեր։ Այդ տրամադրությունները, արևմուտքի հետ խորացման տրամադրությունները այսօր արդյոք ԿՊ-ն է ներկայացնում, թե դա մնացել է խորհրդարանից դուրս, օրինակ, ինչ եք դուք մտածում այդ տրամադրությունները։ Հարգելի պարոն Անանյան ջան, Անանյանա, չէ՞, ձեր ազգան Ռոբերտ ջան։ Հա, ուրեմն ասում եմ, այդ իրավիճակը նոր դվին չեմ մի երկար նկարագրում։ Երբ որ հասարակության մեջ առաջացավ այն ձևի տրամադրություններ, որոնք մարդիկ սկսան հասկանալ, որ ռուսը հեչել մեզ դաշնակից չի կամ միշտ էլ մեր շահերը զոհաբերել է, բան, որպեսի այդ ուժերը չկոնսոլիդացվեն համոզմունքներով ազնիվ ու սկզբունքային գործիչների կողմ շուրջը։ Ես սա մեծամտորեն չեմ ուզում ասեմ, էլի, այնպես չի որ իմ ապրած կյանքն է դա ցույց տվել, բան։ Որպեսի չկոնսոլիդացվեն, բնականաբար իրանք կամ իրանց նախկին գործիչներին են հրահանգում, որ սկսեն հակառուսական խոսալ, կամ նոր գործիչներ, ֆիգուրներ են մտցնում քաղաքական դաշտ, որոնք պետքա խոսան հակառուսական։ Հիմա այս առումով, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանն է ստանձնել այդ դերը իբր հակառուսական պայքար տանողի։ Դրա համար անհրաժեշտություն չկա։ Ու քանի որ տեսեք, քանի որ Պուտինի կադրն է Նիկոլը ու ինքը բավարար է Նիկոլի աշխատանքից գործունեությունից, դա համար արդեն երրորդ ընտրությունն է նրան ընտրում։ Պուտինը հրահանգում է երրորդ ընտրությունն է 18 թվին, 21 թվին եւ 26 թվին։ Ինչի հրահանգում որ ընտրեն, որտեվ ինքը բավարարված է Նիկոլի իր հանձնարարությունները չոտքի կատարում է, չոտքի կատարել է որն է կեղծ հակառուսական քաղաքականություն վարել, ինչ խնդիրներ լուծելու համար։ Ես ասացի ինչ-ինչների մեջ գլխավորներից մեկը Կովկասում երկրորդ ճակատ չբացելն է, որը Ռուսաստանի հիմա մահացու բանկ ստացվի այս Ուկրաինայի պատերազմից հետո։ Ինքը Նիկոլին ասեցի կպայի այնքան ինչքան որ անհրաժեշտ է այդ խաղի մեջ ու կփոխի հիմա երբ որ կգա թրիփի ստորագրման պահը կամ սահմանության փոփոխության պահը, այդ եթե թրիփը կամ խաղաղության թուղթը ստորագրելու պահը գա, բանը Պուտինը վաղուց հայտարարել է, որ մենք կողմ ենք բանին խաղաղությանը, բայց փաստաթուղթը հիմա պետք չի ստորագրել, վաղաժամա։ Բոլորն էլ դա հայտարարել են։ Նրանք որտեվ նաև այդ խաղաղության թղթի մեջ էդի նաև ուզում են ներառեն 3 գումարած 3-ի մեջ, այդ էլ մի ուրիշ բան է, ոչ եմ գլոբալ խաղ է։ Հիմա Նիկոլը կարողանում է իր գործունեությամբ տես արևմուտք խոսալով ու շատերը ասում են՝ «Խի արևմուտքը միամիտ է», չի արևմուտքը միամիտ չի, որ Նիկոլ բանը Պուտինը խաղում է Նիկոլով, արևմուտքն էլ է խաղում Նիկոլով, նես չի որ Պուտինը գիտի, որ Նիկոլը Իրանը օգտագործե խաղցնեմա Տրամպը ապուշակամ ասենք եվրոպացի այդ հատուկ ցերուն հիմարա չգիտի որ Նիկոլը խաղում է, բայց եթե Պուտինին ձեռնտու է խաղալ, նրանց էլ է ձեռնտու խաղալի, նրանք Պուտինից էլ են խելացի։ Ի վերջո սովետի փլուզումը ոնց եղավ։ Սովետի հատուկ ծառայությունների ագենտները ներդրվում էին ՑՌ-ու ագենտները ներդրվում էին KGB։ Երկուսն էլ գիտեին ով է։ Դուբլ ագենտներով աշխատում էին, բայց ով խելացի եղավ, նա նրան կրեց։ Նա նրա ագենտին օգտագործեց ավելի արդյունավետ, քան նա նրա ագենտին օգտագործեց արդյունավետ։ Այսինքն ենթադրենք Օլդրիչ Էմսը բռնեց մի 10-20 ագենտի անուն տվեց 85-6-7 թվերին։ Այդ այն ժամանակեր, երբ որ արդեն սովետի փլուզումը սկսել էր Գորբաչովին, մարդիկ Գորբաչով էին բերել իշխանության։ Ես չեմ ասում Գորբաչովին հենց անձամբ ագենտի պատվիսկա տված էր, բայց Գորբաչով երբ որ ասում եմ, նշանակում է առաջի պոզիցիաների KGB-ի բանի պոզիցիաների բերել էին իրանց առանցքային բաների երկիրը կառավարող առանցքային ուժերին բերել էին իրանց ագենտներին, որ հսկա կայսրությունը փլվելու է։
ուզում ասեմ, հիմա որ Պուտինը ասենք Նիկոլի միջոցով խաղում արևմուտքի հետ, բայց նաև իրան ի՞նչ է պետք։ Մյուս այդ պարլամենտական համադրական պահանջ կա, չէ՞, 3 ուժ պետք է լինի առնվազն, չէ՞։ Հիմա մյուս 2 ուժերը ովքեր են, Պուտինին ի՞նչ է պետք։ Եթե լինում է ձեր ասած ենթադրենք Արամ Սարգսյան, Գուրգեն Սիմոնյան, Արա Պապյան, բան չէ, ընդհանրենք այդ ուժերը։ Մարության եւ այլն, այսպես ասենք արմատամետ ուժեր։ Մարությանը էլի այդպես բան է։ Մարությանը, ասենք կամ Թաթոյանը, բան չէ, ասենք, սրանք այդպես արմատամետ այդքան չեն, պրոստը այդքան ռուսամետ էլ չեն ֆիքսված, բայց Գուրգեն Սիմոնյանը, Պապյանը, Արամ Սարգսյանը ֆիքսված են արմատամետ։ Հիմա եթե երկու քաղաքական ուժ լինի, թեկուզ 5%, 10% հավաքած Ոսիկ Նիկոլն էլ լինի 60% հավաքած։ Պուտինը վախում է, որ կարող է արևմուտքը ստեղ շարժում գեներացնի, զանգվածներ հանի փողոց ու տապալի Նիկոլին, ոչ թե ժողովրդով տապալի, այլ վերևները նենց պայմաններ դնի, որ Պուտինը ստիպված է թա նոր ընտրությունների Նիկոլի ժամանակ շահելու համար, ոչ թե Նիկոլի համար կամ բան։ Այլ ասենք, որ իրավիճակը փրկելու համար մի 6, որտեղ ամեն անգամ նոր իշխանություն որ գալիս է, իրանք ասում են գոնե մի տարի ժամանակ տվեք, մինչև իրավիճակը վերահսկելի, դարձնենք մեր թիմը ամրանա, մինչև այս խնդիրը լուծելու տարբերակներին ծանոթանանք բան, որպես կանոն այս 6 ամիս մի տարի տարուկես նայած ըստ բանի իրավիճակի ժամանակ են շահում։ Հիմա եթե ըլնեին ընդդիմադիր ուժերը ոչ թե ակնհայտ ռուսամետ կամ նախկիններ կամ Ռուսաստանի քաղաքացի բանմա, այդ լիներ ասենք արևմտամետ ուժ, ասենք Պուտինի այս սցենարը Նիկոլի հետ խաղալու վտանգվում էր, որտեղ կարող արևմուտքը մի օր որոշի ասի, չէ, այն եթե Նիկոլը արեց ինչ-որ է, հերիք է։ Հիմա էլ Նիկոլը թույլ տվեց 2 արևմտամետ ուժ, օրինակ տեսեք Ուկրաինա ինչ է լավ։ Ուկրաինա Յուշչենկոն կրեց 2004-ին։ 2008 Յանուկովիչը կրել էր, պահանջեցին, չեղարկեցին, թազանտրություն գնաց, Յուշչենկոն կրեց։ Հետո Յանուկովիչը գնում էր Բրյուսել սաղվաղտ, բայց Եվրոպամիության կողմը մեզ խոստումներ տվեց, որ համաձայնվեն, որ ինքը կարողանա 2010-ին երբակ կրի նորից ընտրությունները, ու Յանուկովիչը կրեց։ Այդ ընթացքում բայց պարլամենտում կարողացան անցկացնել միակ ծագնի բոկ կար, որը ուներ ազատություն ազգանական կուսակցություն էր գրանցվել։ Նա պարլամենտում ուներ մի քանի հոգի դեպուտատ։ Շատ չէր, բայց մի քանի հոգի։ Բայց հետագայում 13 թվի, այսինքն իրանք արևմուտքը դրաման եմ ասում, կարողանում է KGB-ին կրի։ Ասենք մեծ պահանջներ չի դնում այդ բանը։ Օրինակ տեսեք, Սերժի ժամանակ ինչ արեց Ամերիկան։ Ասեց Հայաստանը ամենացածր ինտերնետային ցանց ունեցող երկիրն է։ Սեսախի եմ հիշում, որտեվ ազատությունով լսեցի Մարի Յովանովիչի դեսպանի հետ հարցազրույց, որ ինչ-որ գումարներ է հատկացնելու բան։ Ասեք ինչ ասեց։ Ասեց բանը ամենակիչն է ցանցը, ասենք դաժե Ռուսաստանն է ամենակիչը 20%-ը իջա, Հայաստանը 15%-ը ինտերնետ ցանցը պատած, պայմանավորվել են, որ գոնե առաջիկայում 33% հասնի ինտերնետ ցանցը Հայաստանում, ու ասեց ծրագրի առաջի փուլը այդում է Երևանը, հետո այդում է Լենական, Կիրովական բան, այդ մեծ քաղաքները, հետո այդալում ամբողջ ցանցը։ Հիմա դες այն ժամանակ իմ ընկերներիդ ինչ էի խոսում։ Ասում էին, ես ինչա, շատերը ընդդիմությունը բողոքում էր, որքի արևմուտքը չի պաշտպանում, չի պահանջում, որ ընդդիմադիր գործիչները հմեկով խոսան։ Ես ասում եի, տղեկ ասում եի, հիմա եթե Սերժի հետ աշխատում է արևմուտքը, չէ, մարտի 1-ից հետո չի հել է բոյկոտ բան արել, պատժամիջոց բան։ Ասի ինքը եթե Սերժին ասի թույլ տու, որ ընդդիմությունը հմեկով խոսա, Սերժը կարող ասի, ուրեմն դուք փաստորեն չեք ուզում իմ հետ աշխատեք, ուզում եք ինձ տապալեք, որ եթե խի, որտեղ Պուտինից դրա համար կտապալի։ Իսկ արևմուտքը չի ուզում տապալի, ուզում է հետ աշխատի արդյունք ստանա։ Դրա համար իրենք չէին ասում դու հմեկի խիչ ես բացում ընդդիմության առաջ ու կոնֆլիկտ սարքեն Սերժին փաստի առաջ կանգնացնեն։ Այլ ասում են արի լավ է ինտերնետ ցանց անենք։ Հիմա եթե Սերժը ասի ու կասեն թե Պուտինը քեզ ասի, կասես խի ձեր դպրոցներում ինտերնետը չեն անում, մենք էլ ենք մեր երեխեքուց մենք կրթված են, տեղեկացված են բան, դե չի կարա Պուտինը բան ասի, դե Սերժն չի կարող արևմուտքին ասի, չէ, մենք ուզում ենք հետամնաց մնա հայ ժողովուրդը։ Բայց ես ասում եմ, եթե օրինակ ինտերնետ ցանցը ապահովացել էր մարտի 1-ին, սենց ոնց որ on-line է, ես ասում եի 12-13 թվերին, ոչ թե հիմա։ Ասում եմ, թե on-line էթար, այդ սպանությունները բանը կարողա չլեր։ Կամ հետևանքները լրիվ ուրիշ ձև լիներ։ Այսինքն սա ինչի համար եմ ասում եմ, որ կա տեխնոլոգիաներ են կիրառում այս ամեն ինչի վրա, ու հիմա Պուտինը Նիկոլին օգտագործում է, որպեսի
իր չվտանգվի իր դրածոյի գործունեության երկարաժամկետությունը։ Ինքը նախընտրել է զապաս տարբերակ բերել ռուսամետ ուժերի, որ արևմուտքը միշտ նախընտրի Նիկոլին։ Լավ իմանալով որ նա էլ է Պուտինի մարդը, բայց ասի ավելի լավ ասա։ Հիմա ուրիշ օրինակ բերեմ, ես էսի բերել եմ հոկտեմբերի 28-ի հետ կապված, բայց մեթոդոլոգիան է նույնը։ Ուրեմն մի հատ 90-ականներին այդ այն ժամանակ էր, որ ինչ նյութ ասես, վերահսկողությունը կորված էր մամուլում, որտեղ տես բաներսկի հիմա չեն տպում։ Ուրեմն կարդում եմ ինտերվյու, Մոսադի պաշտոնաթող գնդապետի հետ։ Իրան հարց են տվել, ասում են, որ Յասեր Արաֆաթի սամոլյոտը ընկավ անապատում, բայց Արաֆաթը չմեռավ, էլի։ Հիմա ասում եմ մամուլը քննարկում է, որ մահափորձ ա եղել այս կոմենկոմ, ասում եմ դուք ինչ կասեք, ասում եմ ես ճիշտ ասած չեմ կարող պնդեմ, որ մահափորձ այդ մահափորձա թե պատահական աղետ է։ Ասում եմ ես որպես Մոսադի նախկին սպեցնազի պոլկովնիկ ասում եմ, կարամ ասեմ երկու անգամ անձամբ ես տեղակ եմ իր նկատմամբ կատարած մահափորձերից ու որը չի եղել։ Ասում եմ այսինքն, ասում եմ առաջի, ասում եմ երբ որ 82 թիվն էր մեր զորքերը մտան Բեյրութ, ասում եմ ես սնայպերով, ասում եմ ասպես ջոկատի ղեկավարի, ասում եմ լազերային լուչը պահել եմ Յասեր Արաֆաթի վրա, որը ասում եմ նավահանգստում դիրքավորված է, ինքը նավի վրա էր։ Ասում եմ լազերային լուչ, որտեղ ասում եմ մեր մոտ Մոսադում որոշում կար տերորիստներին սպանեն ու սև ցուցակի առաջի համարում էր Յասեր Արաֆաթը։ Հիմա ասում եմ երբ որ մենք մտանք Բեյրութ Յասեր Արաֆաթի տեղը գտանք, ասում եմ ես կապ տվեցի, որտեղ ասում եմ ինչքան է նախորդ որոշում կա սպանելու, այդ սպանելու պահից պետք է մի հատ ճշտում անես հրամանատարությունից։ Ասում եմ լազերի լուչը պահել են վրան, նավը շուտով պետք է շարժվի։ Ասում եմ որ վերահաստատեք հրամանը, սպանում եմ թե չէ գտել եմ իրան, ասում եմ դից ասում են սպասի։ Ասում եմ 2-3 րոպե, նորից եմ կապ տալի, ասեմ հեսա կգնա։ Բան էլի ասեց սպասի մինչև չգիտեմ ինչ, ասում եմ նավը քշեց գնաց։ Ասում եմ ես ջղայնացած երբ որ եկա բան իրանց Թել Ավիվ, ոչ եմ իրանց մոտ, ասում եմ գնացի ու իմ ղեկավարին կպա։ Հանեցի ասում եմ ուդոս գցեցի այդ պոլկովնիկի Մոսադի ծառողի, սպեցնազի ղեկավար ա եղել։ Ասում եմ ուդոս գցեցի բան, ասի եսի դավաճանություն էր բան, ասում եմ որտեվ ես մտածում եմ կխփեմ անձամբ ես, կլեմ ոնց որ հերոս իմ ջոկատի հետ բան, բայց ասում եմ չթողեց դες ձգձգեցին բան, ասում ասի ձեր կողմից դավաճանություններ էսերն էր, այդ ասում եմ հասպես չեմ է, ոչ եմ որ շատ ասում եմ կպասի կել եմ ոչ եմ կասում դավաճաներ են Մոսադում բան, ասեց դելես ինչ եմ ասում եմ դիումս գրել էի հրաժարականի, համոզում էր որ մի հրաժարական դու ասում եմ ինչև վերջ պնդեցի, ասես դե լավ, ասում եմ եկարավ դիումս մագագրեց հանեց, բայց ասես մինչև գնալ նստի մա քեզ ասել։ Ասեց որ ճիշտ է ինքդ սև ցուցակում է, բայց դու առաջի դեպքը չի իր մահափորձի որ չեն կարել։ Ասում եմ զարմացա։ Ասեց 1970 թե 71 թվին, մա լավ չեմ հիշում, ինքը թիվը գրում է։ Թունիսում, ասում է, տեղեկություն ենք ստանում, որ Յասեր Արաֆաթը իր այդ պաղեստինյան կազմակերպության խորհրդի կազմով բունկերում նիստ է անում։ Ու ասում է որոշում է կայացվում մեր սամոլյոտը դեթա ռմբակոծի այն հզոր բոմբերով, որը ճղմա անցնում է բունկերը, որ բոլորին սպանենք։ Բայց ասում է վերջի պահին դե տելեվիզոր բանով էլ էդի ցույց են տվել։ Վերջի պահին որ սա պիտի մտնի այդ շենքը, որ մտնի բունկեր ժողովի։ Ասում եմ մի հատ այդ արաբները գնում են ցավը տանը պաչում են, ասում եմ մի հատ արաբ կին կրանմա ոտերը փաթեթվում է, պաչում է, բան որ դու մեր փրկիչն ես, բան, ասում եմ 2-3 րոպե զազոշկա է անում։ Սամոլյոտը գալի ռմբակոծում է բունկերը։ Բոլորը մեռան, բացի Յասեր Արաֆաթը։ Ասում եմ դա մենք հատուկ կանխեցինք, ասում եմ այդ պոլկովնիկը այդ հարցազում, ասում եմ զարմացա։ Ասում եմ նույնն էլ իմ ասում եմ ինչի համար։ Ասում եմ որովհետև մենք հաշվեցինք, որ Յասեր Արաֆաթը իշքան է տերորիստ ա ու մեր թշնամին է, նա կանխատեսելի գործիչ է։ Ասեք նա կարող է չէ թա ասեք քաղաքացիական ենթանենք սամոլյոտներ պայթեցնի բան, այնտեղ գոյություններ Աբունիդալ օրինակ ավելի ծայրահեղական էր համ Իսրայելի դեմ, համ հենց բանի Յասեր Արաֆաթից անջատվավն է։ Աբունիդալը իմիջիալուց ասեմ բանը նա մեռած իր տանը գտան 2003 թվին, երբ որ մտան Բաղդադ Սադամի երկիրը գրավեցին ամերիկացիք, մտան դրա հասցեն ինքնասպաներ եղել, տորի սպանել են, չգիտեմ։ Հա կներեք ինչ եմ ասում, հիմա էսի ասեմ։ Աբունիդալի միջալոց այն մարդն է, որի մոտ ձեռի տակ աճել է Ասալայի ղեկավար Հակոբ Հակոբյանը, որը նաև նույն տիպի մեղադրանքներ ա ունեցել, որ խտրականություն չի դնում, էլի, ոչ միայն դեսպանատների ախապում, այլև քաղաքացիական անձերի, իսկ Աբունիդալը նաև երեխեք բան, հիմա այս
ղեկավարը Մոսադի ասում է, որ Յասեր Արաֆատը կանխատեսելի է, նա ասենք մանուկների մանկապարտեզ կարող է տերոր չանի կանանց այդքան բանման, բայց եթե մենք իրան հիմա շարքից հանենք, այդ Աբու Նիդալի նման ծայրահեղականները մեծ ազդեցություն ունեն, իրանք կգան ղեկավար։ Օրինակը ինչի համար էր։ Հա։ Հիմա սա ինչի եմ ասում, եթե հենց օրինակը նույնն է, ասեցի, այնի տերորի մեջ է, մեթոդոլոգիայի մասին էի ասում։ Ասել էին, քանի դեռ մենք փոխարինող չունենք ավելի լավ, ասենք հիմիկ բանը մի քիչ ավելի զուսպա, չէ՞, դաժե Իսրայելից ռոջիկը վեկալում էր, բաժնում էր Պաղեստինի իր ադմինիստրացիային, չէ՞։ Էդի է թե մյուսը։ Այսինքն, ասել էր, քանի մենք մեր ճշնամների մեջ ավելի մեղմ, ավելի կոմպրոմիսային, ավելի մեզ հարմար գործիչ չենք գտե, որպես պոզիցիա ունեցող հավանական տեխնացու, որ նրան կարա փոխարինի, մենք իրան չպետք է վերացնենք։ Հիմա սա մեթոդոլոգիան կան որ ասի նույնա ոչ թե քանի Նիկոլին արևմուտքը ավելի հարմար Նիկոլին փոխարինող ավելի հարմար արևմտամետ այսպես կոչված թեկուզ չակերտող գործիչ չենք թե պարլամենտում իրանք նախընտրելու են բանին այդ նախընտրելու են Նիկոլին ու Պուտինը լելով հատուկ ծառայությունների պալկովնիկ թե պատպալկովնիկ այս ինչ որ ես հիմա պատմեմ դա իր առօրյա աշխատանքն է եղել որ ասենք վատի ու վատագույնի մեջ ընտրություն անել տան հասարակությանը վատը նախընտրելի դառնա վատագույնից խոսքի հիմա ինքը դրա համար այդ մեթոդոլոգիան ազգային ընտրական process-ում էլ է կիրառում երկրի կառավարման մեջ այսինքն ինքը միտեղ մատուցում է Նիկոլին արևմուտքի մասն է խոսքը եւ մատուցում է ռուսամետ ակնհայտ բացահայտ ռուսամետ ուժերին բարևմուտքը ստիպված ինչ պետք է ում հետ պետք է նախընտրի աշխատել մի նախընտրի աշխատել Նիկոլի հետ այս սրա համար թույլ չեն տալի հատուկ ծառայությունները որպեսի արևմտամետ ուժեր թեկուզ 5% հավաքող մտնեն պարլամենտ այս երկար բացատրեցի որ լսարանը հասկանա Շնորհակալ եմ զրույցի համար հարգելի հեռուստադիտողներ Factor TV-ում հյուրընկալել ենք Շանթ Հարությունյանը